Լևոն Մկրտչյանն ու նրա սիրելին Էվելինա Ստեփանյանը վերջերս վերադարձել են իրենց կարճատև հանգստից, որն ինչպես արդեն հայտնի է, անցկացրել են Իսպանիայում։ Ճանապարհորդությունն ուղեկցվել է բազմաթիվ հարցերի ու գուշակությունների ալիքով, սկսած արտագաղթից մինչև նոր նախագծերի շուրջ քննարկումներով, բայց այժմ, երբ զույգը վերադարձել է Հայաստան, երկրպագուների հետաքրքրությունն ավելի է մեծացել, այս անգամ արդեն ուղղակի նրանց անձնական կյանքի վերաբերյալ։ Վերադառնալուց հետո Էվելինան որոշել է բաց ու անկեղծ զրույց ունենալ իր հետևորդների հետ իր ինստագրամյան էջում, կազմակերպելով հարց ու պատասխան։ Հետևորդների հնչեցրած հարցերն ինչպես կարելի էր ակնկալել, հիմնականում վերաբերել են զույգի հարաբերություններին, ապագա ծրագրերին ու ընտանիքի պլաներին։ Ամենաշատ տրվող հարցերից մեկը բնականաբար երեխա պլանավորում եք, թե ոչ։ Դերասանուհին անկեղծությամբ ու հիացմունքով նշել է, որ և ինքը, և Լևոնը պարզապես պաշտում են երեխաներին։ Իհարկե չէին կարող բաց թողնել նաև ամենահին, բայց երբեք չսպառվող թեման՝ խանդը։ Դուք խանդում եք ձեր ամուսնուն հարցին Էվելինան պատասխանել է հստակ ու հասուն ձևով՝ չունեմ նման զգացողություն, ես սիրում եմ հարգել մարդկանց անձնական տարածքն անգամ իմ ամուսնու պարագայում։ Նա ազատ է իր որոշումներում և բացի այդ արդարության համար պետք է նշեմ, որ Լևոնն իմ ճանաչած ամենավստահելի մարդկանցից է։ Այս պատասխանը թեև կարճ էր, բայց մեծ արձագանք ունեցավ։ Մեկ անգամ ևս երևաց զույգը կառուցում է իրենց հարաբերությունները ոչ միայն սիրո, այլև վստահության, հասկացողության ու փոխադարձ հարգանքի վրա։ Դա այսօր հազվադեպ հանդիպող արժեք է հատկապես հանրային դեմքերի շրջանում։ Էվելինայի պատմածից կարելի է եզրակացնել, որ այս շրջագայությունը նաև հնարավորություն էր զույգի համար հանգստանալու, մի փոքր շունչ քաշելու արագընթաց առօրյայից և վերադառնալու նոր էներգիայով ինչպես անձնական, այնպես էլ ստեղծագործական կյանքում։ Նրանք խոստանում են, որ իրենց նոր նախագծերը ոչ միայն հետաքրքիր են լինելու, այլև հնարավոր է արդեն շատ շուտով լսենք լավ լուրեր։ Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում, որ Լևոնն ու Էվելինան հասարակության սրտում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում և յուրաքանչյուր մանրուք, որ առնչվում է նրանց կյանքին, հանրային ուշադրության կենտրոնում է, սակայն նրանց բաց, անկեղծ և ազնիվ մոտեցումն այս ամենին միայն ամրապնդում է նրանց դիրքերը որպես սիրված և վստահելի զույգ։ Նշենք, որ Լևոն Մկրտչյանն ու նրա սիրելին Էվելինա Ստեփանյանը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող և հետաքրքրական զույգերից մեկն են հատկապես վերջին շրջանում։ Նրանց սիրո պատմությունը, որ սկսել է հասարակության աչքից հեռու, այսօր արդեն դարձել է հանրային հետաքրքրության կենտրոն։ Նրանց հարաբերությունները զարմացնում են իրենց անկեղծությամբ, ներդաշնակությամբ և փոխադարձ աջակցությամբ, հիշեցնելով, որ իրական սերը ոչ միայն գոյություն ունի, այլև ապրում է մեր օրերում։ Լևոն Մկրտչյանը երիտասարդ ու բազմաշնորհ դերասան, հանդիսատեսին հայտնի է մի շարք հեռուստասերիալներում իր մարմնավորած տպավորիչ կերպարներով։ Նա իր խաղով կարողացել է ոչ միայն գրավել էկրանին հետևողներին, այլև նվաճել բազմաթիվ սրտեր։ Իսկ Էվելինա Ստեփանյանը գեղեցիկ, խելացի և համարձակ երիտասարդ կին է, ով համարվում է նրա կյանքի ամենակարևոր աջակցողը։ Չնայած նրան, որ Էվելինան մասնագիտությամբ դերասանուհի է, բայց նրանց համատեղ աշխատանքը դեռ ապագայում հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են։ Նրանք ավելացրել են, որ իրենք ծանոթացել են դեռևս 17 տարեկանում։ Նրանց հարաբերությունների պատմությունը սկսվել է պարզ ու անկեղծ ծանոթությամբ, որը ժամանակի ընթացքում վերածվել է սիրո։ Ըստ Լևոնի ընկերների հենց սկզբից պարզ էր, որ Էվելինան միակն է, ով նրան հասկանում է։ Նրանք այժմ չեն թաքցնում իրենց սերը հանրությունից, բայց միևնույն ժամանակ երբեք չեն դառնում ագրեսիվ, ներկայության խորհրդանիշ, շոու բիզնեսում հաճախ հանդիպող ցուցադրական սիրավեպերի նման։ Լևոնն ու Էվելինան իրենց հարաբերություններում գնահատում են հարգանքը, ազատությունը և վստահությունը։ Էվելինան բազմիցս նշել է, որ Լևոնն իր վստահելի ընկերն է և որ ինքը երբեք չի խանդում նրան, քանի որ սերը չի կարող գոյություն ունենալ առանց վստահության։ Զույգը հաճախ է հրապարակում համատեղ լուսանկարներ թե աշխատանքային առօրյայից, թե հանգստից։ Վերջին շրջագայությունն Իսպանիա թեև մի քանի օր է տևել, սակայն դարձավ հանրության բուռն քննարկումների առիթ։ Շատերը մտածեցին, որ զույգը լքել է երկիրը, սակայն հետագայում պարզ դարձավ, որ այս ուղևորությունը ընդամենը մի փոքր դադար էր, ավելին ըստ որոշ աղբյուրների այդ ամենը մասն էր ավելի մեծ նախագծերի, նոր հեռուստատեսային ծրագրերի կամ
գովազդային արշավի շուրջ ստեղծված ինտրիգների։ Էվելինան վերջին հարցուպատասխանի ժամանակ կիսվել էր ոչ միայն ընտանիք կազմելու մասին իրենց ծրագրերով, այլ նաև այն կարևոր արժեքներով, որոնց վրա հիմնված է իրենց հարաբերությունները։ Նա նշել է, որ երեխաների մասին խոսակցություններ իրենց տանը վաղուց կան, սակայն ամեն ինչ պետք է լինի բնական, առանց ճնշման։ Այս զույգը միշտ ընտրում է ճանապարհը, որը միևնույն ժամանակ բերում է խաղաղություն։ Այս պատմությունը մի գեղեցիկ ապացույց է, որ հայկական շոու բիզնեսում նույնպես կան առողջ խորքային հարաբերություններ։ Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանը չեն ձգտում շքեղության կամ փառքի միջոցով հաստատել իրենց սերը, նրանք ապացուցում են դա ամեն օր փոխադարձ աջակցությամբ, վստահությամբ ու հոգատարությամբ։ Նրանց պատմությունը միևնույն ժամանակ օրինակ է երիտասարդ սերնդի համար, որ իսկական սերը պահանջում է նվիրվածություն, համբերություն և ամենակարևորը՝ մարդկայնություն, իսկ հանրությունը, ինչպես միշտ, շարունակում է սիրել, հետևել և աջակցել նրանց։ Նրանք վաղուց արդեն միայն դերասան ու կին չեն, այլ իրական հերոսներ սեր պատմության մեջ։